Զինծառայող Սմբատ Մհեդի Կիրակոսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում է քննչական կոմիտեն։ Ըստ նախնական տվյալների, զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում, ինչի հետևանքով մահացել, այդ մասին հայտնում է քննչական կոմիտեն։ Իրավապահները սակայն լռում են մյուս հանգամանքների մասին, պարզ չէ ինչն է դրդել զինվորին այս քայլին կամ կան արդյոք ձերբակալվածներ ու մեղադրյալներ։ Պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդել էր, որ ժամը 16-ի սահմաններում հայտնաբերվել է զինծառայողի դին հրազենային վնասվածքով։ Կարծես թե իրականում այս վարքագծով վերադարձ է նախկինում այդ հայտնի մոտեցմանը, պաշտպանական գերատեսչության քննչական մարմինների դեպքի մասին չհայտնելու, կոծկելու այնքան ժամանակ, քանի դեռ դրա մասին լրատվամիջոցներով կամ հասարակական կազմակերպությունների տվյալներով հրապարակում չի իրականացվում, որևէ հղում չի կատարվում, թե քրեական օրենսգրքի որ հոդվածով է, ամենայն դեպս այս պահին ես չեմ տեսել նման տեղեկատվություն, թե որ հոդվածով է հարուցվել քրեական գործը։ Բազմիցս անդրադարձել ենք հենց զինված ուժերում սպա հոգեբանի ինստիտուտի կայացմանը, հիմնականում այն զորամասերը, որտեղ չկան սպա հոգեբաններ, այնտեղ ավելի շատ են միջանձնային այդ հարաբերությունների խնդիրները եւ հետեւաբար նաեւ ինքնասպանության փորձերի եւ ինքնասպանության խնդիրները։ 2025 թվականի այս պահի դրությամբ մեր ունեցած տվյալներով սա արդեն 17-րդ դեպքն էր մահվան եւ որպես ինքնասպանություն, եթե ենթադրենք, որ իրականում աշաթավանական է, որ հենց ինքնասպանությունը որակվելու է դեպքը, սա արդեն 4-րդ դեպքն է եւ որպես սպանություն որակված դեպքեր ունենք նաեւ եւս 2 դեպք։ Այսինքն ընդհանուր առմամբ այս տարվա բոլոր դեպքերը ոչ մարտական պայմաններում են